Օրհնյալ լինի Տիրոջ անունը, ողջույն սիրելի ընտանիք, Տերը օրհնի ձեզ։ Փառք Տիրոջ, ովքեր որ այստեղ են, ովքեր սիրեցին Տիրոջ ներկայությունը, մենք ուրախ ենք ձեզ ողջունել մեր Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք մեկս մյուսին ողջունենք, բարի գալուստ ասենք, օրհնենք մեկս մյուսին եւ Տիրոջը փառք տանք այսօրվա համար, որ ունենք։ Հալելույա։ Ուզեմ Աստվածաշնչից մի հրաշալի մաս կարդալ սիրելիներս, որը հրաշալի է բոլորիս համար։ Ասում է Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների ժողովքի մեջ։ Եթե համաձայն ես, կարող ես ասել ամեն։ Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են նրանց։ Աստծո գործերը մեծ ու ցանկալի է բոլորի համար, ովքեր Տիրոջը սիրում են։ Եվ նրա ներկայության մեջ գալը բոլորիս համար երջանկություն է, սիրելներ, պատիվ է պաշտել Տիրոջը, մեծարել նրան, այս խառնաշփոթ աշխարհի մեջ հավաքվել սուրբերի հետ մեկտեղ Տիրոջը երկրպագելու եւ փառավորելու։ Ամեն։ Մենք այստեղ մի նպատակ ունենք, նպատակ, որ միախառնվի երկիրը երկնքին, որ երկնքի փառքը իջնի երկրի վրա, որ Աստծո որդիները զգան, վայելեն Աստծո կենթանի շունչը։ Թող Աստված օրհնի մեզ։ Եկեք միասին մեր ձեռքերը պարզենք Տերը դեպի Տերը եւ աղոթք անենք։ Մեր երկնային Հայր, մենք փառք ենք տալիս քեզ այս հիասքանչ կիրակի համար։ Դու սրբեցիր այն, մաքրեցիր այն, օրհնեցիր եւ տվեցիր մեզ եւս մեկ առիթ, որպեսզի այդ օրվա մեջ ամեն բան թողած հիշենք քեզ, վերադառնանք դեպի քեզ, փառվենք քեզ, երկրպագենք եւ պաշտենք քեզ։ Եվ հիմա մեր Տեր, աղոթում ենք, որ քո հիասքանչ ներկայությունը, քո աննման գեղեցկությունը հայտնվի այստեղ։ Անկախ նրանից Տեր, թե մարդիկ ինչպես են վերաբերվում, մենք գիտենք, որ երկինքը մեզ ուրիշ ձև է վերաբերվում։ Գիտենք, որ մենք քո ուրախությունն ենք, եւ դու մեզ համար Տեր արել ես լավագույնը, որպեսզի մենք վայելենք քեզ, որպես մեր արարիչը եւ Տերը։ Շնորհակալություն քեզ։ Թող օրհնյալ լինի քո հիասքանչ անունը մեր մեջ։ Օրհնիր այս պաշտամունքը, օրհնիր երգը, խոսքն ու աղոթքը, օրհնիր ամեն հաղորդակցությունը, օրհնիր ամեն մի վարքյան, ամեն շունչը Տեր, որ գալիս է այստեղ, ամեն հոգին, որ այստեղ պիտի ներկա լինի Տեր, որ կանք եւ նրանք, ովքեր դեռ կմիանան, աղոթում ենք, որ քո աննման ներկայությամբ ամպը իջնի այստեղ։ Շնորհակալ ենք քեզ։ Թող փառավորվի քո անունը մեր մեջ։ Դուր մեզ պաշտելու եւ փառավորելու սիրտ, դուր մեզ գոհանալու հոգի, որ ամեն բանի մեջ փառաբանությամբ եւ փառավոր պաշտամունքով գանք քո առաջ օրհնելու քո ամենամեծ անունը, մեր Տեր Հիսուսի անունով, եւ թող Աստծո սուրբերն ասեն ամեն, հալելույա։ Օրհնիր Տիրոջը քո ծափերով, այն փառաբանությունը, որը որ քո սրտից, քո ձեռքերից, քո կոկորդից պիտի դուրս գա, ոչ մեկից կախված չի։ Ամեն։ Սրա համար եկեք ամեն մեկս այն ինչին արժանի է, որ Աստված ընդունի, եկեք մեր սրտից տանք նրան։ Հալելույա։ Բարձրացնենք մեր ծափահարությունները եւ մեր փառաբանությունը ամբողջացնենք միասին։ Եկել ենք քեզ փառաբանել, երկրպագենք ու մեծարենք, դու կյանքի աղբյուր, հրկիչն ու արարիչն ես, փառքը քեզ լինի հավերք, դու հզոր Աստված ես, օրհնության արժան ես, մենք ցնծում ենք քո առջև, կնայենք վեր, դեպ երկինքը Ձեր քեզ պարզած դեպ երկինքը
Նորից ասենք եկել ենք քեզ փառաբանել Տեր Եկել ենք քեզ փառաբանել Երկրպագենք ու մեծարենք Դու կյանքի աղբյուր բրկիչն ու արարիչն ես Փառքը քեզ լինի հավեր Դու հզոր Աստված ես օրհնության արժան ես Մենք ցնծում ենք քո առջև Գնայենք վեր դեպ երկինքը Մի երկյուղով ու փառքով Ձեռքեր սպարզած դեպ երկինքը Անսահման ուրախությամբ Գնայենք վեր դեպ երկինքը Մի երկյուղով ու փառքով Ձեռքեր սպարզած դեպ երկինքը Անսահման ուրախությամբ Եկել ենք քեզ փառաբանենք Ամեն եւ էլի ամեն Օրհնյալ լինի մեր Թագավորը Մեր Աստված արժանի ամենալավ փառաբանությանը Գիտեք, երբ որ մեկից մի լավ բան է ստանում, ասում ես արժի իրան համապատասխան վերաբերմունք ցույց տալ, չէ՞։ Եվ Աստված, որ ամենալավը արել է ինձ ու քեզ համար, եկեք ամենալավը տանք իրան։ Շարունակենք Տիրոջը օրհնել սիրելիներս, մեր փառաբանությունը պիտի չդադարի, որտեղ մեր Աստվածը չի դադարում, մեր Աստվածը լինելուց եւ նա մեզ օրհնում է ամեն ժամանակ, ամեն, հալելույա։ Օրհնյալ լինի Տերը, շարունակենք միասին։ Տերն է փրկությունը մեր, հույսն է նա եւ զորությունը մեր, Տերն է ապավենը մեր սրտի, եւ մենք չարից չենք սարսափի։ Համաձայն ես այս խոսքերի հետ, կարող ես ասել ամեն, հալելույա, միասին օրհնենք Տիրոջը։ Տերն է փրկությունը մեր, հույսն է նա եւ զորությունը մեր, Տերն է ապավենը մեր սրտի, եւ մենք չարից չենք սարս, եւս մեկ անգամ ասենք միասին հավատքով։ Տերն է փրկությունը մեր, հույսն է նա եւ զորությունը մեր, Տերն է ապավենը մեր սրտի, եւ մենք չարից չենք սարս, նա մեր հույսն է եւ պաշտպանը մեր, ազատող փրկող Աստվածն է նա։ Մենակ դահլիճը մեր ծափերով բոլորս միասին ասենք Տերն է, Տերն է, ամեն, հույսն է նա եւ զորությունը։ Հրաշալի է, բոլորս միասին ասենք Տերն է փրկությունը մեր, հույսն է նա եւ զորությունը մեր, Եվ մենք չարից չենք սարսափի
Եթե Տերը մեզ հետ է, ով է լինի մեզ հակառակ, կարևոր չէ։ Ամեն։ Թող օրհնյալ լինի մեր Թագավորի անունը։ Սիրելիներ, այսօր այն պահն է, այս պահն է, որ մենք ունենք բացառիկ հնարավորություն։ Սա ամեն մեկին տրված չի։ Երբ որ դու կարող ես կանգնել Արարչի առաջ, քո ստեղծող Աստծո առաջ եւ նրան ասել ես քեզ սիրում եմ, որ դու ինձ համար թանկ ես, որ քո ներկայությունը ինձ համար հաճելի է, ով Տեր։ Կարող ես Տիրոջ ասել, Տեր, ես քեզ շատ եմ սիրում։ Հիսուս, ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ քեզ, որ ամեն վայրկյանը դու պատրաստ ես մեզ օրհնելու, պատրաստ ես հոգ տանելու։ Շնորհակալություն քեզ, Տեր։ Աստծո գար դու արժանի ես։ Բարձրացու քո ձայնը, սիրելիս, Տիրոջը օրհնիր, բարձրացու քո աղոթքը, բարձրացու քո երկրպագությունը, նրան ասա, որ Տեր, ես սիրում եմ քեզ։ Դու արժանի ես ամեն փառաբանության, Տեր, ամեն պաշտամունքի։ Հրեշտակներն ու զորագլուխները երկնքում քո ներկայության մեջ կանգնած երկրպագում են քեզ եւ նրանց հետևում է ամբողջ մի երկնային բանակ, ամեն արարչագործություն, նրանք երկրպագում են քեզ։ Այն հրաշալի երգով են երկրպագում քեզ, որին դու ես արժանի, Հիսուս։ Այդ երգը երբեք չի դադարելու, անգամ հավիտենականության մեջ այդ երգը պիտի շարունակվի երգելով։ Արժանի է մորթված գառը առնելու ամեն փառք, ամեն պաշտամունք, ամեն երկրպագություն։ Դու արժան ես, Տեր, դու արժան ես։ Շնորհակալ ենք քեզ։ Երկրպագում ենք քեզ, Հիսուս։ Դու շրջապատված ես քո սուրբերիդ երկրպագությամբ։ Քեզ սիրողների բազմությամբ շրջապատված է քո աթոռը։ Քերովբեներն ու սերովբեները կարող են ձայն փոխանցել մեկը մյուսին, կարող են հռչակել ամեն կողմից քո զորքը եւ ասեն. արժանի ես, դու արժանի ես։ Սիրելիս, միացիր երկնքին, միացիր այն բազմությանը, այն անհամրելի բազմությանը, որոնց երկրպագությունը դադար չունի։ Օգտագործիր այս պահը նրանց միանալու, համախմբվելու նրանց հետ, երգելու նրանով հավիտյան սուրբ է, ով բարձր է ամեն անունից։ Շնորհակալ ենք քեզ, արժանի է գառն Աստծո, սուրբ է նա։ Մենք երգում ենք քեզ մի նոր երգ, ողորմած Աստված, արժանի է գառն Աստծո, ասել, արժանի է գառն Աստծո, սուրբ է նա։ Մենք երգում ենք քեզ մի նոր երգ, ողորմած Աստված, սուրբ է ամենակալ Աստված մեր, որ կար և կա, գալիս է նա։ Երգում ենք քեզ ազգերը, արքա արքաների, ամեն ես իմ կյանքի, պատմում ենք քեզ մեծարում, տարածենք ձեռքերի ասենք, սուրբ է, ամենակալ Աստված մեր, որ կար և կա, գալիս է նա։
պատվում են քեզ մեծարում դու արժանի ես Հիսուս փառավոր է հանդերձը քո հանդերձը փառահեղ է լույսի արքա պայծառ փայլում ես դու նորից ասենք նրան քո հանդերձը փառահեղ է լույսի արքա պայծառ փայլում ես դու ողջ զորությունն ու փառքը եւ օրհնությունը քեզ ամենաստեղծ արքա Զորությունն ու փառքը եւ օրհնությունը քեզ ամենաստեղծ արքա Սուրբ է, սուրբ է, սուրբ է ամենակալ Աստվածն է որ կա եւ կա գալիս է նա Գոչում է քեզ ազգեր Հրճակ եմ իրա սրբությունը Սուրբ է, սուրբ է, սուրբ է ամենակալ Աստվածն է որ կար եւ կա գալիս է նա Գոչում են քեզ ազգերը արքա արքաների ամեն էստին կյանքի պատվում են քեզ մեծարում Այս սուրբերի սրտից բխած երկրպագությունն ով Աստված իմ շրջապատի այն հրաշալի գահը որի վրա բազմած ես թագավորների թագավոր եւ տերերի տերը Մենք շնորհակալ ենք քեզ այս բոլոր օրհնությունների համար որ կարող ենք վայելել այսօր Դու այն Տեր ու Աստվածն ես որ չի ճանաչում պարտություն այն հզոր զորավորն ես որ չի ճանաչում որևէ զորավոր թշնամու որովհետև ամեն բան ոտքերի տակ հնազանդված է ով Տեր Սիրելի Հիսուս մենք շնորհակալ ենք քեզ թող մեր այս երկրպագության ամբողջ էությունից բխած մեր զգացողությունն ու խոստովանությունը ընդունելի եւ հաճելի լինի քեզ որտեղ դա ճշմարտություն է Դա ճշմարտություն է, որ դու սուրբ ես, դա ճշմարտություն է, որ դու ամենակալ ես, դա ճշմարտություն է, որ գալու ես նորից, դա ճշմարտություն է, որ դու ամեն ազգերի երկրպագությունը վերցնում ես, ընդունում ես, որտև չկա ուրիշ մեկ ով արժանի լինի ընդունելու այն, և մենք սրտանց երկրպագում ենք քեզ, շնորհակալություն ենք ասում քեզ, գիտենք, որ դու լսում ես, երբ որ մենք խոսում ենք, Երբ որ երկրպագում ենք դու լսում ես Ընդունիր այս պաշտամունքը Տեր Ընդունիր այս օրհնությունները Ընդունիր այս երգը, աղոթքը Անգամ շատերի մոտ միգուցե լռություն է, բայց գիտեմ, որ նրանց սրտի խորքում աղաղակներ կան քեզ Շնորհակալ եմ քեզ Տեր Դու միակն ես, որ լսում ես մեզ Շնորհակալ եմ Հիսուս Շնորհակալ ենք Հիսուս Մեծարիր նրան, պատվիր նրան, խոսիր նրա հետ Մի սպասիր, որ որևէ մեկը քեզ առաջնորդի Մեկ
մեկը կա, որ առաջնորդում է բոլորիս, նրա անունն է Սուրբ Հոգի, նրա անունն է Աստծո Հոգի, նրա անունն է Բարձրյալի Հոգի, նրա անունն է Տիրոջ Հոգի, նրա անունն է ամենափառավոր Հոգին, նա ով կարող է մեզ մտցնել նրա ներկայության մեջ եւ մեզ համոզել եւ մեզ վերափոխել, ապացուցել, որ Հայրը լսում է ինձ ու քեզ։ Հալելույա։ Շնորհակալ եմ Հիսուս։ Շնորհակալ եմ քեզ։ Դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախության պահին, իմ կողքին ես դու, դու ես որ լսում ես ինձ, դու ես որ տեսնում ես ինձ, տխրության, ուրախության պահին, իմ կողքին ես դու, միասին բարձրացնենք ձայն, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ, աղոթքիս լուր վկան ես դու, իմ հոգու ընկերն ես դու, պատում ես ներկայության, քեզ եմ փափագում, աղոթքիս լուր վկան ես դու, իմ հոգու ընկերն ես դու, պատում ես ներկայության, քեզ եմ փափագում, կարացենք մեր ձայն ձեռքերն ու ասենք, մեծարում ենք քեզ իմ ամբողջ օրության Տեր, մեծարում ենք քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում ենք քեզ, մեծարում ենք քեզ, դու արժան ես մերին, դու արժան ես Հիսուս, մեծարում ենք քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ, երկերիս էություն ես դու, երկերիս էություն ես դու, աղոթքիս ույր տվողն ես դու, մեծության քո խորքերում, քո շփիտն է բացվում, իմ հոգում մեծարում եմ քեզ, միասին ասենք, մեծարում եմ քեզ,
Օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, օրհնանքը միայն քեզ, գառնասո միայն քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, մեծարում եմ քեզ, դու արժանի ես մեր ամբողջ զորությամբ և հոգով ու սրտով մեծարում եմ, օրհնանքը միայն քեզ, գառնասո կարող ենք ասել նրան մեծարում եմ քեզ հալելույա դու արժանի ես Հիսուս ամեն հալելույա օրհնյալ լինի Տերը սա այն հիանալի պահն է ինչի մասին ասում էի երբ որ մեր երկրպագությունը հասնում է մինչև Աստծո աթոռը և նա անուշ հոտը առնում է երկրպագությունից, նա վայելում է երկրպագությունը, նա զգում է այդ երկրպագությունը էությունից հոգուց է գալի, թե երբեմն մեր մենակ շուրթերից, բայց վստահ եմ, որ այսօր դու արեցիր լավագույնը, որ քո խորը ներսի աղբյուրներից այդ պաշտամունքը հասնի դեպի Տերը, ամեն, եկեք հզոր ծափահարություն տանք Տիրոջը, ամենալավ ծափահարությունը տուր նրան և շնորհակալություն ասենք նաև մեր պաշտամունքի խմբին մի քանի րոպեով պիտի խնդրեմ, որ նստեք սիրելներս թող օրհնի մեզ Աստված, ամեն Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը Դեր քոն է հագիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը քոն է հավատում եմ քեզ Հիսուս պատկանում եմ քեզ Հիսուս Ինչպես գիտեք, մենք միշտ ունենք սա աստվածպաշտության սկզբունք է եւ ընծա բերել Աստծուն։ Սա սկսվել է հենց Ադամ ու Եվայի ժամանակից։ Սա նոր բան չի, 21-րդ դարի մոդա չի, որ եկեղեցիներ անում են, սա հենց առաջի մարդիկ, որ տեն մենք բոլորդ 1000 անգամ լսել եք եւ գիտեք դրանք ովքեր են, որ ով կհիշի։ Աբելը եւ Կայենը։ Աստված օրհնի իրանց։ Իրանց օրինակով մենք շատ բան ունենք սովորելու, բայց մինչև այդ կուզեմ կարդամ Սաղմոս 96-ից, ուրեմն 6-րդ խոսքից ասում է. Փառք ու վայելուչություն կա անոր առջև, զորություն ու գեղեցկություն անոր սրբարանի մեջ։ Տիրոջը տվեք ով ժողովուրդներ ու տոհմեր, Տիրոջը տվեք փառք ու զորություն, Տիրոջը տվեք իր անունի փառքը, ընծա բերեք ու անոր սրահներու մեջ մտեք, սուրբ հանդեսով Տիրոջը երկրպագություն արեք, վախեցեք նրա երեսից, ով բոլոր երկիր։
Փառք Հիսուսին, շատ գեղեցիկ խոսքեր էր Աստծո ժողովուրդ։ Ես երբ որ կարդացի այս հատվածը, մի բան ասում լույսս վառվեց եւ հասկացա, որ ընծան ինքը պաշտամունքի մի մաս է, որ կատարվում է եկեղեցիների մեջ։ Ես միշտ մասնակցել եմ, գիտեմ պետք է մասնակցեմ ու մասնակցել եմ, բայց երբեք չէի մտածել, որ ընծան ինքը նաև պաշտամունքի մաս է, որ պետք է ամեն մարդ բերի եւ Տիրոջը մատուցանի եւ ինչ ասեմ, երկրպագություն անի դրանով։ Եվ երբ որ տեսնում ենք, ուրեմն հենց Կայենի եւ Աբելին չի իրանց հիշեմ, առաջի մարդիկ են, որ բերեցին Տիրոջը եւ հետարքիր խոսք ասում Սուրբ Գիրքը։ Սրա վայր պետք է ուշադիր եղնեմ, ասում եմ 4 գլուխ ծննդոց եւ Աստված եւ Աբելը ինքն էլ ոչխարներու անդրանիկներից նրան պարարտներից բերավ։ Տերը Աբելին ու անոր ընծային նայեց, բայց Կայենին ու անոր ընծային չնայեց։ Եթե ուշադիր նայեք, ես ինքս ուշադիր նայեցի եւ ասում եմ, առաջ Աստված Աբելին նայեց, հետո նոր ընծային նայեց։ Աստված առաջ Կայենին նայեց, հետո ընծային նայեց։ Այդ շտուկ եթե ուշադիր եք եղել, Աստված երբեք մեր ընծաներով չի հետաքրված ու տարված, որ անպայման բերեք, չէ՞։ Աստծո համար ամենակարևորը հենց մարդը ինքն է, որ Աստված առաջերտին մարդուն է նայում, սրտին է նայում եւ նոր ընծային է նայում, այսինքն այստեղ նայելը նշանակում է ընդունելը է։ Գիտեք, երբ որ մեկի տուն եք գնում հյուր, դատարկ ձեռքով հաստատ չեն գնում, չէ՞։ Ինչ որ թխված քաղցրավենիկ առնում ենք, նոր են գնում։ Եվ այդ տան հյուրը, որ քեզ ընդունում է, առաջ չի նայում քո ձեռքիդ թխվածքին, նոր քեզ, չէ՞։ Երբ որ քեզ շատ ասեմ, առաջ քեզ է նայում նոր ընծայից։ Եթե դու իր համար ընդունելի մարդ ես, ընծատեք ընդունի։ Եթե իր համար ընդունելի մարդ չես, ընծատել չի ընդունի։ Սա ասում եմ, երբ որ բոլոր նրանք, ովքեր փորձառություն ունեն, ասենք գնան աղջիկ ուզելու, չէ՞, ինչա հայկական ավանդության մեջ կար կայնակ ենք տանում, եւ երբ որ համաձայնություն կար, չէ՞, այդ կայնակը ընդունվում էր, բացում են ու տխմում, բայց երբ որ համաձայնություն չկար, այդ կայնակներ ձեռն են տալու եւ հետ են ուղարկում։ Աստված նույն սկզբունքը ունի։ Երբ որ մարդը ընդունել, ինչի ընդունելի չի, այս շատ կարևոր հարց է, որտեվ Կայենին չընդունեց Աստված, բայց Աբելին ու նրա ընծային ընդունեց։ Այս շատ կարևոր հարց է։ Ինչ կարես մարդու կյանքի մեջ, միգուցե մեր կյանքի մեջ է բաներ կա, որ կարանք շատ մեծ նվերներով ու ընծաներով գանք Տիրոջ առաջ, բայց Աստված մեզ եւ մեր ընծան չընդունի։ Կա այս ձևի բան, այո կա, եւ ո՞րն է այս պատճառը։ Ինչ եք մտածում։ Սրա մասին Հիսուս խոսեց Մատթեոս ավետարանի մեջ եւ բոլորի շատ ծանոթ հայտնի, երևի ամենքս մի քանի հազար անգամ այս հատվածը կարդացել ենք։ Մատթեոս ուրեմն 5-րդ գլխի մեջ։ Սա այն մասն է, որ ասում է, երբ որ ընծատ բերես սեղանի առջև եւ միտքդ գա, որ եղբայրդ քո դեմ բան ունի, ընծատ թող գնա եղբորդ հետ հաշտվիր, նոր արի եւ ընծատ մատուցանե։ Կարենի խնդիրը Կայենի։ Սա էր, որ իր եղբոր հետ ինչ-որ բան ուներ։ Ինչ-որ բան կար իրանց մեջ եւ մինչեւ Աստծուն մատուցանելը ինքը պետք է հաշտվեր եղբոր հետ, պետք է այդ հարցերը լուծեր, նոր գնար մատուցաներ, դրա համար ընդունելի չեղավ։ Եվ հենց խնդիրը եղբոր հետ է Հիսուսը շեշտում։ Եվ որովհետեւ այս համարներից առաջ որ կարդանք, Հիսուսն ասում է, եթե իզուր տեղը եղբորդ հիմար ասես, անպատվես, վախեցնես, չգիտեմ, նմանատիպ բաներ ասեմ, եւ գաս ընծատ բերես եւ հիշես, ասում է թող գնա, այսինքն ինչ որ մի բան արել ես, որ եղբայրդ քո դեմ բան ունի։ Ուրեմն պետք է գնաս եւ այդ հաշտվես, այդ հարցը լուծես, որովհետեւ ես հավատում եմ, որ ցանկացած վերաբերմունք եղբոր նկատմամբ դա վերաբերմունք է Տիրոջ նկատմամբ։ Հիսուսը ձևել ավետանը ձևել ասում է, որ կամ Հիսուսն էլ ասում, որ այս փոքրիկներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Նրանց չընդունիք, ինձ է չընդունիք, չէ՞, իշ մեկ են հայտնի հատվածը, որ սոված է, կերակրեցիք, ծարավ է, ջուր խմեցիք, մերկ է, օտարական է, հիվանդ է, բանտի մեջ է, եւ ասում է այս մարդիկ ասին Տեր, երբ քեզ տենց տեսանք որ արինք, եւ ասում է այս փոքրիկներից մեկին որ արիք, ինձ արեցիք։ Այսինքն տեսնում ենք
ցանկացած վերաբերմունք եղբոր նկատմամբ, նույնն է Հիսուսի նկատմամբ։ Դրա համար Տերը ասում է, որ թող ընծատ, եթե եղբորդ հետ բան ունես, հաշտվեք, խաղաղություն հաստատեք, որպեսզի Տիրոջ կողմից ընդունել լինի։ Ցանկացած ընծա եւ նվեր Աստծո ժողովուրդ, Փառք Հիսուսին։ Գիտեք, Հիսուսը երբ որ ծնվեց, 3 մոգեր, ասում է, եկան որ Հիսուսին երկրպագություն անեն, հիշում եք։ Եվ ինչ արեցին։ Իրենց ընծաները, իրենց գանձարանը ասում է բացեցին, շատ սիրուն ասում, իրենց գանձարանը եւ ընդդեից ընծաներ տվին։ Շատ գանձարաններ ունենք, չէ, եւ շատ բաներ, բայց ընդդեից ընծաներ պիտի տանք, ասում է։ Տունը մտնելով տեսան մանուկը իր մոր Մարիամի հետ, ընկան երկրպագություն արին, իրենց գանձերը բացելով ընծաներ տվին նրան, ոսկի, կնդրուկ եւ զմուռ։ Գիտեք, ամեն մեկը խորհուրդ ունի, պատահական նվերներ չտվեցին։ Նրանք գիտեն ում առաջ են եկել եւ ում են ընծափերել, հերու տեղից են եկել, չգիտեն, ոմանք ասում են Պարսկաստանից, ոմանք ասում են Հայաստանից, ոմանք էլ չգիտեն որտեղից։ Ամեն դեպքում հերու տեղից ոտքով հեշտ չի։ Այդքան նվերները, ոսկին, կնդրուկը, զմուռը բերել ճանապարհ լիք հավազակներով, բայց հավատքով եկան քթան Տիրոջը, որովհետև գիտեն, որ ինքը տերերի տերն է, գիտեք, ոսկին ընդհանրապես նվիրում են մեծերին, թագավորներին, տերերին, եւ դրա համար իրենք որպես տեր, որպես թագավոր, որպես մեծագույն մեկը իրան ոսկի նվիր բերեցին։ Կամ խունկը, որ նվիրեցին, որ խորհրդանիշն է, որ մեկը արժանի է, ով առնի պաշտանմունք, որտեվ խունկը հայտնության մեջ ներկայացնում է, որ սուրբերի աղոթքի հետ, չէ, երկինքաբարձ ինքը անուշահոտ խունկ է, որ սուրբերի աղոթքի հետ խառնված, ասում է, բարձանում էր եւ Աստծո առջև։ Եվ որը խորհրդանիշ է, որ մեկը արժանի է, ով առնի պաշտանմունք եւ աղոթքների եւ մեծարանքի այդ խունկի, դա նաեւ այդ խորհուրդներ, որ նվիրեցին, անծաբերեցին։ Եվ զմուռը, որ կարծես թե Մարգարյանի շորմի նկարեր, որ մեկը պետքա մեռներ եւ զմռսվեր, որովհետեւ գիտեք այդ ձև էր։ Այսինքն Աստծո ժողովուրդ, ինչ եմ ասում, որ եթե այս մարդիկ հասկացել են, թե ով էր Հիսուսը եւ իրենց նվերներով ցույց են տալ, թե ով էր այդ Հիսուսը, մենք էլ երբ որ մեր նվերներով պատրաստում ենք, ես օրինակ այս ձև եմ, պատրաստում եմ շաբաթվա մեջ, որ իմ նվերով գամ եկեղեցի, իմ ընծայով գամ եկեղեցի։ Եվ սա հոժարական կոչվող ընծայ է, այսինքն ստիպողական չի, ոչ մեկը ստիպված չեք, այլ քո ուրախությունը պետքա շնորհակալությունը եւ արտահայտությունը տա, որ մասնակցում ենք եւ բերում ենք, որովհետեւ Գիրքն ասում է, որ կարդացինք Սաղմոսի մեջ, բերեք ընծա եւ Տիրոջը արչեւ, չէ, նրա սրահների մեջ մտեք եւ պաշտամունք արեք, խոնարհվենք, երկրպագենք, Փառք Հիսուսին։ Եվ վերջին բանը, որ պաշտամունքի մեջ է եւ միտքս եկավ հետարքերասա էլ կուզեմ ասեմ ու մեր նվերները եթե ունենք, ես նկատեցի, որ Սուրբ Գրքի մեջ թե Աստված, թե Հիսուսը եւ թե Սուրբ Հոգին գանձանակի մոտ միշտ կայնած են եղել։ Աբերու կանի օրինակը եւ շատ օրինակներ կա, որ Աստված, չէ, նրանց ընծային նայեց, Հիսուսը ասում է, որ գանձանակի մոտ կայնած էր եւ նայում էր, թե ինչպիսի ընծաներ են բերում եւ գցում, հիշում եք այդ տեղը։ Եվ այն կինը, որ երկու լումակցեց, Տերը գովեց այս կնոջը, եւ Սուրբ Հոգին էլ։ Հիմա շատերը կասեք որտեղ է գրված։ Դա գրված է Անանիայի եւ Սափիրայի պատմության մեջ։ Երբ որ այս մարդիկ էլ իրենց նվերը բերեցին Տիրոջը, բայց խաբեության նվեր էր, ինչ որ մի բան պահել էին, եւ Պետրոսին ասին, այսա որ կա, եւ Պետրոսը ասել, ինչ եք միաբանվել Սուրբ Հոգու դեմ սուտ խոսալով, եւ այդ պահին նրանք խփվին։ Ճիշտ է, վատ օրինակով վերջացավ, բայց Գիրքը ցույց է տալ, որ Սուրբ Հոգին էլ է, երբ որ նվեր ենք բերում, ինքը ընդեղ է, ինքն էլ է այդ ընդունողներից մեկը։ Փառք Հիսուսին, Աստծո ժողովուրդ։ Ուրեմն նվերը մարդու նվերը Աստծո համար, սա մի բան է, որ աշխարհի սկզբից մինչև հայտնություն երևի, մինչև Տիրոջ գալը պետք է կատարվի։ Սա հոժարության նվեր է։ Տերը օրհնի ձեզ, չերկարացնեմ, ով ինչ որ ունի, ազատ եղեք, ուրախությունով կարևորը եւ ձեր սրտի դիրքը ձեր եղբայրների հանդեպ շտկելով թող Տերը ընդունի ամեն նվեր, որ կանենք։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Այսօր
Ես պատիվ ունեմ այստեղ լինելու եւ ինձ է այսօր բաժին ընկած պատգամը փոխանցել ու իմիջիալից ասեմ քարոզիչների համար գոնե իմ համար բավականին հաճելի եւ քաջալերող է երբ որ քարոզից հետո շատ մարդիկ մոտենում են ու թե շնորհակալություն ասում թե իրանց ոգևորվածությունը թե վերջապես լավ ես քեզ զգում ես այտենց եմ չգիտեմ մյուս քարոզիչները ոնց են բայց վախենամ այս անգամ մի քիչ այնպես բաներ քարոզեմ որ գուցե շատ այնց ոգևորվածությամբ չգան ու քաջալերեն, որովհետև միշտ, գիտեք ոնց է, միշտ շատ ավելի հեշտ է ու լավ է, երբ որ քեզ քաջալերող ու բարձրացնող բաներ ես խոսում, ոչ թե այսպես ցածրացնող բաներ խոսեմ, բայց այսօրվա այն պատգամի մեջ շատ կլինեն մարտահրավերներ, անգլերեն ասում ենք challenge, մարտահրավերը այդքան էլ լավ չի երբեմն ընդունում, որովհետև մարտահրավերի ժամանակ եթե դու ուզում ես էդի ճշմարտություն ունես, պետք է փոխվես, պետք է քայլ անես։ Մարտահրավերին արձագանքելուց քայլ ես անում։ Եվ այսպես պատգամից առաջ մի օրինակ եմ ուզում բերել, փղերի հետ աշխատող մի մարդ, որ փղերին վարժեցնում է, աշխատում է, տեսնում է, որ մի 3, 4, 5 փղեր այսպես բարակ պարանով կապված գնում են առաջ եւ մոտենում հարցնում են, լսի, այս բարակ պարանը այդ մեծ փղին հերիքա միացած թեթև ինքը ոտը քաշի կկտրվի այդ պարանը ոնց է որ ասես խելոք էս 5 փղերը եւ այս մարդը բացատրում է որ երբ որ իրանք դեռ նոր են ծնված փուչուր փղիկներ են ձակուկներ են որ այդ բարակ պարանը այն ժամանակ նրանց համար բավականին ուժեղ պարան է եւ նրանք չեն կարող ասում այդ ժամանակվանց երբ որ իրանք ոտքերին կապած է ու իրանք սովոր են այդ պարանով sense շարժվել ասում տարիների ընթացքում տարիները անցնում են եւ իրանք մտածելակերպի մեջ կամած մխրճվում է այն բանը որ այդ պարանը անկտրվող է, չկտրվող է, շատ ամուր է։ Հիմա երբ որ իրանք դարձել են մեծ հսկա փղեր, որ մի հատ թեթևս հենց անեն կկտրվի, էլ չեն անում, որովհետև իրանք ուղեղի մեջ դա արդեն դաջված է ու մխրճված է։ Սիրելիներ, երբեմն մենք բեկումներ մեր հոգևոր կյանքի մեջ չենք բերում։ Երբեմն մենք ճեղքման մեջ չենք կանգնում, որովհետև դաջված է արդեն միապաղաղությունը, սովորականությունը։ Բայց ես վստահ եմ, երբ որ Աստվածաշունչը կարդում ես, դու շարունակ հանդիպում ես մարտահրավերների։ Դրա օրինակը կլինի այսօր Նեհեմիայի գրքից, ես պիտի արագ գնամ եւ այսպես Նեհեմիայի գիրքը հենց ամենաառաջինը պիտի սկսեմ կարդալ, առաջին գլուխ 1-ից 3 համարները։ Աքազիայի որդի Նեհեմիայի խոսքերը Արտաշես թագավորի 20-րդ տարվա Քասխև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի, Նեհեմիան իր մասին է խոսում, եւ եկան իմ եղբայրներից մեկը Անանին եւ մի քանի մարդիկ Հուդայից, եւ ես հարցրեցի նրանց ազատված այն հրյաների մասին, գերությունից փրկված հրյաների մասին, որ մնացել էին գերությունից, եւ Երուսաղեմ քաղաքի մասին, եւ նրանք ինձ ասացին, այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ գավառում մեծ նեղության եւ անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված են եւ նրա դռները կրակով այրված է։ Եվ այսպես մի փոքր պատմական ակնարկ եմ ուզում անել, պատմությունը թե սա ինչի մասին էր։ Իմիջայլուց Աստվածաշնչի այն լուրջ տեղերից է, որ ես իսկապես մի քիչ վախենում եմ եւ հասկանում եմ, որ Աստծո հետ խաղանել չի կարելի։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարա խաղանի, չէ, մենք պարզապես լուրջ չենք մոտենում երբեմն Աստծո հետ կապված հարցերին։ Եվ այսպես հրյա ժողովուրդը, որ մի թռուցիկ sense պատմությունը ասեմ, հրյա ժողովուրդը, որ ստեղծվել էր Աստծո կողմից եւ ուներ նպատակ շարունակ ոնց որ հատուկ ինադու շարունակ հա դեմ գնար Աստծուն, հա դեմ գնար, հա Աստված ինչ-որ մի պատիժ, ինչ-որ մի հարված, ինչ-որ մի մարգարե, ամեն կերպ հետները աշխատում էր, բայց նրանք հա հակառակվում են, հա անաստված ճանապարհով են գնում եւ եկավ այդ մի դաժան բանը, որ մի ամբողջ ազգ, մի ամբողջ երկիր ավերվեց եւ գերության գնաց։ Եվ այսպես պատմությունը հետեւյալն է ասում, որ Բաբելոնի թագավորը եկավ 605 թվականին 3 անգամով, մի անգամ 605 թվականին, մի անգամ 597 թվականին մեր թվարկությունից առաջ, Քրիստոսից առաջ, եւ վերջնականը 586 թվականին, որտեղ եւ տեղի ունեցավ տաճարի ավերումը։ 3 անգամով քաղաքը քանդեցին, երկիրը քանդեցին, ժողովրդին գերության տարան, տեղահան արեցին։ Այսպիսի մի պատժի արժանացավ այդ ժողովուրդը Աստծո կողմից։ Եվ հետաքրքիրն է, որ մոտավորապես 70 տարիներ անցան, ես դրա մասին չեմ խոսալու, միգուցե առանձին լավ պատգամներ կան ու կարելի է դրա մասին մտնել, խորանալ, բայց այդ 70 տարի հետո 3 անգամով էլ իրանց վերադարձը տեղի ունեցավ, դա արդեն 538 թվականին էր Կյուրոս Պարսից թագավորի օրոք, որը գրավեց Բաբելոնը, պարտության մատնեց Բաբելոնի թագավորությունը եւ առաջին անգամ 538 թվականին հռչակեց
գերիների վերադարձը, Իսրայել ժողովրդի վերադարձը առաջին եղավ Զորաբաբելի առաջնորդությամբ, Զորաբաբելը դա Դավիթ թագավորի սերնդից էր, թագավորական արյուն կար իր մեջ, նա վերակառուցեց տաճարը 458 թվականին Եզրասի առաջնորդությամբ եղավ, Աստվածաշնչում հանդիպել է Եզրասի գիրք, երբ որ օրենքները, նա էլ օրենքների վերականգնումը հռչակեց եւ օրենքները սկսեցին նորից սովորել եւ վերջինը 445 թվականին Նեեմիա, այ որի մասին ես խոսում եմ, Նեեմիայի միջոցով ինչ տեղի ունեցավ, նորից մի խումբ վերադարձան, բայց արդեն ավելի շատ առաջնորդներ, ազգերի առաջնորդներ, պատասխանատու մարդիկ վերադարձան եւ Երուսաղեմի պարիսպները կառուցեցին։ Եվ այսպես առաջին միտքը, որ ես ուզում եմ մեջ բերելու խոսել, դա հետեւյալն է, որ Աստված նախաձեռնում է վերականգնումը եւ մարդուն առիթ տալիս արձագանքելու եւ մասնակիցը լինելու։ Առաջի գլխի երկրորդ խոսքը ասում է. «Եվ եկան իմ եղբայրներից մեկը Անանին եւ մի քանի մարդիկ, տեսեք, գալիս են նրանք ու հետաքրքիր մի նրբություն կա, չգիտեմ, նկատում եք այստեղ, ու ինքը ասում է, ես հարցրեցի նրանց»։ Եթե դու չհարցնես, չես խորանա, չես իմանա։ Հիմա լինում է չէ՞ մեր հետ, երբ որ իմ հետ շատ է լինում, երբ որ դու մարդուն պիտի բան հարցնես, վախենում ես հարցնես։ Անկեղծ եմ ասում, էլի, դուք երևի, չգիտեմ, ձեր հետ տենց տեղի ունեն, ինչի որտեվ ինքը իր ցավը պետք է ասի, ու ցավի մեջ դու պետք է քո արձագանքը դրսևորես։ Եվ այսպես Նեեմիան այդ ժամանակ ով էր, թագավորի մատրվակն էր, առաջի գլխի վերջի խոսքում, երբ որ Նեեմիան սկսում է այս իր խոսքը, ասում է, եւ ես թագավորի մատրվակն էի։ Ով է մատրվակը, գիտեք, գինի բերողը թագավորին։ Եվ այսպես այդ ժամանակներում ընդունված էր, որ թագավորին սպանելու համար, դավադրություն անելու համար ամենահեշտ ձևը եւ ընդունված ձևերից էր, որ մատրվակին կաշառում էին եւ նա թույն էր գցում գինու մեջ եւ թագավորի վերջը տալիս էին։ Եվ այսպես Նեեմիա, ինչի՞դ էր պետք։ Դուք պատկերացնում եք Նեեմիայի, կարող ասեք Նեեմիան լավ կյանքով էր ապրում, միանշանակ այո, որովհետև նա թագավորական պալատում էր։ Եվ նա թագավորի ամենամոտիկ մարդն էր, ամենավստահելի մարդն էր։ Ինչքան լավ կպայր իրան թագավորը, բայց ես տեսնում եմ Նեեմիայի այդ սիրտը, կարեկցանքը, արձագանքը, նա հետաքրքրվեց։ Եվ ես, գիտեք, այստեղ նենց հետաքրքիր մի բան եմ տեսնում, աստվածամարտկային մի համագործակցություն եմ տեսնում, առհասարակ հավատքը խորը չես կարող միջև վերջ մարդկային ուղեղով բացատրես ինչա, չես հասկանում, որտեվ միտեղ օրինակ երբ որ Հիսուսը մարդկանց շատ հաճախ հանդիմանում էր ասում անհավատներ, եթե հանդիմանում էր, ուրեմն մարդը անելիք ունի, չէ՞ հավատալու մեջ։ Ճիշտ եմ հասկանում։ Եթե քեզ ասում են դու չես հավատում, ուրեմն դրա հակառակն է, չէ՞ ուզում որ դու հավատաս, բայց շատ տեղեր դու Աստվածաշնչից հասկանում ես, որ հավատքը մարդկային մտքի արգասիքը չի։ Այլ կերպ ասած, ես չգիտեմ ձեզանից ովքեր են մտածում, որ մենք այսօր այստեղ ենք, հավատացյալ ենք դարամենակների համար, որտեղ մի քիչ ավելի դաստիարակված ենք, մի քիչ ավելի լավն ենք, մի քիչ ավելի լավ ընտանիքից ենք դուրս եկել, բոլորովին այտենց չի։ Հավատքը, ես դրա համար ասում, միջև վերջ չես կարողանում, բայց այստեղ խորհուրդ կա, ու Աստվածը, շատ տեղեր դուք տեսնես, որ Աստծուց է ծնվում, Աստծո խոսքից է ծնվում հավատքը, բայց մյուս տեղերում տեսնում ես, որ հանդիմանություն կա։ Եվ այսպես հիմա մենք այստեղ խոսում ենք, այստեղ մի քանի տասնյակ մարդիկ ենք նստած, հաստատ վստահ եմ ամեն մեկիս ռեակցիան տարբեր է, վստահ եմ։ Բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում, ոչ մեկին չեմ դատապարտում, բայց ամեն մեկիս արձագանքը տարբեր է։ Եվ ես հորդորում եմ, որպես խորհուրդ նայ դրան, սիրտդ բաց արա, դրա համար դու պատրաստվիր, աղոթիր, ամեն անգամ հավաքույթի գալուց, որպեսզի Աստծո խոսքը լսելուց դու քո ներսում դեպի այդ խորհուրդը ձգտես, դեպի Աստված ձգտես։ Եվ այսպես հաջորդ միտքը, որ ուզում եմ ասել, Աստված փնտրում է անհատների, որոնց սիրտը կարձագանքի։ Նույն Նեեմիան, երբ որ ինքը սկսում է Նեեմիայի այդ երկրորդ գլխում արդեն մենք տեսնում ենք, որ ինքը առաջինում աղոթք է անում, աղոթք է բարձրացնում, այդ ցավը երբ որ լսում է, տեսեք ինչ է ասում, այդ հարցը տալիս ասում է, եւ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա, սուգ արեցի, մի քանի օր ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծո առաջ։ Լացեցի։ Քանի կաթիլ արցունք ենք թափում, պատկերացնեք, ոնց որ ասենք մի օր տեսնեք Սամվելը սո տխուր, մրուտներս կախած, ասում եք ինչ ա եղել, ասում եմ տխուր եմ, մարդիկ չեն ապաշխարում, մարդիկ չեն փրկվում, Աստծո թագավորությունը չի մեծանում, գոնե իմ աչքերով ինչ որ տեսնում եմ, չէ, տենց չի, ցավոք սրտի, ավելի շատ Սամվելին կտեսնեք տխուր, որտեղ բիլերը չի կարում փակի, էս չի կարում անի, այն չի կարում անի, չգիտեմ, գործերի մեջ էս անհաջող, փողնակչություն անում, պարտքերի մեջ չի։
Բայց այնքան է ինձ ոգևորում այս կերպարը։ Մարդ, որը ինքը սրտով արձագանքեց, ցավ ապրեց։ Գիտեք, երկրորդ գլխում, երբ որ ինքը արդեն մոտենում է թագավորին, դե իր գործն է, պետք է անի իմիջիալից ասեն, որ մատրվակները, եթե տխուր դեմքով գնային թագավորի առաջ, շատ հավանական է, իրանք կյանքից կարող էին զրկվել։ Ու հիմա հա Նեհեմիան կանգնում է թագավորի առաջ, տխուր մի քիչ, եւ թագավորը նկատում ասում է. «Ինչ ա եղել քեզ»։ Եվ հասկանում է, որ հիվանդ չես եւ այլ, ու ասում է. «Սա սրտի ցավ է, սրտի ցավ ունես դու»։ Եվ այսպես չեմ կարողանում չհրապուրվել այս կերպարով։ Ուզում եմ սովորել Նեհեմիայից։ Մարդը հանգիստ, փառքի, ճոխության մեջ նստած, բայց հետաքրքրվում է ու գիտի, որ այդ մնացորդից եկածները հաստատ փառավոր բաներ չեն ասելու։ Եվ ինքը հետաքրքրվում է ու դրանից հետո արձագանքում է ինչպես աղոթքով։ Եվ այսպես հաջորդ միտքը, որ ուզում եմ գնամ առաջ, ես հաջորդ միտքը հետևյալն է՝ բարեխոսական աղոթք։ Մի անգամայն ճիշտ բան արեց Նեհեմիան։ Երբ որ լսեց այդ ամեն ինչը, երբ որ լսեց այդ ցավը, լսեց, որ մեծ թշվառություն կա իր ժողովրդի մեջ, Երուսաղեմի մեջ, պարիսպները քանդված են, ավիրված են, դարպասները վառված են, եւ ինքը սկսեց աղոթել ու ասել. «Ով Տեր երկնքի Աստված, մեծ եւ ահեղ Աստված»։ Գիտեք, սկսեց աղոթել ու բարեխոսել։ Ես այստեղ մի հետաքրքիր բան եմ նկատում, որ նա նույնանում էր իր ժողովրդի հետ։ Ասում էր քո ծառաների համար եւ խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք, ես էլ իմ հոր տունն էլ մեղանչել ենք։ Ես չգիտեմ, դու երբևիցե ես աղոթքի մեջ երբևիցե եղել ա, որ անում եմ իսկապես հայ ժողովրդի համար, երբ որ աղոթում եմ։ Իսկ ես մասնավորապես տեսնում եմ, որ ես կանչված եմ հայ ժողովրդի համար։ Մասնավորապես գիտեմ, որ պատահական չի, որ ես հայ եմ, պատահական չի, որ ես սիրում եմ հայ ժողովուրդը։ Իհարկե, շատ երկար տարիներ չեմ պատկերացրել, որ դուրս եմ գալու երկրից, բայց հետո ստացվեց այնպես, որ դուրս եկա։ Միևնույն ժամանակ, միևնույնն է, չեմ դադարում սիրել իրանց ու մտահոգվում եմ իրանց փրկության համար եւ երբեմն հենց այդ ձևել աղոթում եմ, ներում եմ խնդրում մեր ազգի մեջ ինչքան մեղքեր կան, չարիքներ կա, երևի ամենալուրջ բաներից ատելությունը, մեկս մյուսին այնքան կարանք ատենք, մեկս մյուսից առաջ ընկնելու։ Ես չգիտեմ, խոնար չի մեր ազգը մի տեսակ։ Մեղքեր կան, որ ես կարծում եմ մեր ազգին դժբախտություն են բերում։ Մեղքեր կան, որ չեն թողում մեր պետությունը կառուցվի։ Իմ հասկանալով շատ դժվար է, որ պետությունը պետք է կառուցվի, արդեն մենք բոլորս ամենալավը գիտենք վարչապետը, մենք բոլորս ամենալավն ենք, միշտ ամեն ինչ ամենալավը գիտենք։ Եվ այսպես Նեհեմիան բարեխոսեց, բարեխոսական աղոթքով աղաչում էր, քանի արցունքներ ենք թափում մենք աղոթքի մեջ մյուսների փրկության համար։ Եվ բարեխոսական աղոթք, սա կարծում եմ միջև վերջ անհնար է բացատրել, հասկանալ, ինչ է կատարվում բարեխոսության ժամանակ, երբ որ աստվածամարտկային այդ process-ն է տեղի ունենում, աստվածամարտկային այդ process-ը ընթանում է ինչով, դու մասնակցում ես հոր սրտին, բարեխոսել, դու ոնց որ կանգնես մյուսի առաջ, մյուսի կյանքի առաջ կանգնում ես ու իր համար բարեխոսում ես։ Եվ ինչի համար պիտի բարեխոսենք, շատ կարիքներ կա, եւ երևի թե առաջին կարիքն է, որ բարեխոսենք մարդկանց փրկության համար։ Եվ դու այդտեղ հասկանում ես հոր սերը, հասկանում ես որդու չարչարանքները եւ Սուրբ Հոգու հառաչանքները։ Այո, մենք այնպիսի եկեղեցի ենք, այնպիսի հարանվանություն ենք, որ մենք Սուրբ Հոգով աղոթում ենք։ Ես այնքան ուզում եմ, որ մենք մի նեղ ավելի օղակով, ովքեր որ աղոթում են, ովքեր որ սեր ունեն աղոթելու նկատմամբ, հավաքվենք ու աղոթենք միասին։ Իմիջիալից ասեմ, որ ես շատ կողմ եմ, որ մեր այսօրվա պատգամի վերջում ես գործնական առաջարկներ եմ անելու։ Ասեցի, չէ, այս պատգամից հետո ես չգիտեմ, քանի հոգի ինձ կքաջալերի, եւ այս պատգամի մեջ երևի այդքան շատ չի լինելու, որ ես ասում եմ հալելույա, որ սենց բոլորը քաջանում են, ծափ են տալիս։ Չնայած դա շատ լավ է, որ հիմա մի հատ ծափ տակ, օրինակ ված չի լինի, որովհետեւ Ինչի համար եք ծափ տալիս։ Համաձայն եք, որ Նեհեմիայի պես բարեխոսական աղոթքի մարդիկ պիտի դառնանք։ Ինչ լավ է, Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, ձեզ շատ եմ սիրում, մեր եկեղեցին շատ եմ սիրում։ Իմիջիալուց ասեմ, ես վերջում կանգնելու եմ այստեղ, ես առաջարկություն եմ անելու։ Ես գործնական բան եմ առաջարկելու։ Ինչի գործնական, որովհետև Աստծո ողորմությամբ այս 35 տարիների մեջ, որ քայլել եմ Աստծո մեջ, մի բան եմ հասկացել, այս նայեք մի քիչ հեգնան կա հավատացյալությունից։ Հենց ինադու եմ սենց ասում։ Մենք հենց դառնում ենք հավատացյալ, մենք ճշմարտությունն ենք լսում։ Ճշմարտությունը նախ խոսք է։
Հետո մենք սկսում ենք այդ ճշմարտությունը սխալ հասկանալ։ Գիտեք ինչ, մենք հասկանում ենք, թե պիտի հա խոսենք, հա իրար պիտի բացատրենք այդ ճշմարտությունը ինչա, հա պիտի բացատրենք, այնքան ենք իրար բացատրում, որ սկսում կռվել իրար հետ։ Ես հասկանում եմ, որ հավատացյալների մեջ լուրջ խնդրեմ կա։ Գործնական քայլեր քիչ ենք անում։ Ես նաև սիրում եմ քարոզի ժամանակ այնպիսի բան խոսալ, որ դա պրակտիկ գործնական կիրառում կունենա։ Այ վերջում գործնական կիրառման կոչ եմ անելու։ Ինքնագլուխ չեմ անում։ Մեր հովի հետ համաձայնեցրած է։ Իր հետ խոսել եմ, եղբայրների հետ համաձայնեցրած է, բայց վերջում կասեմ ինչի կոչն եմ անելու։ Եվ այսպես հաջորդ միտքը, որ ուզում եմ ասել, թիմի զորությունը։ Ես հավատում եմ սերմի սկզբունքին։ Սերմը շատ փուչուր մի բան է։ Ու դու իրան որ նայես ծիծաղալու կլինի, որ ասես, այս սերմի ներսում մի հատ մեծ գեղեցիկ ծառ կա, ծիծաղալու բան է, բայց դա փաստ է, այտենց է։ Ու Աստված հենց այդ ձևը ստեղծել է այս աշխարհը։ Ամեն բան սերմի սկզբունքով է ստեղծել, եւ երբ որ մենք կարդում ենք Ծննդոց գիրքը առաջին գրքում, մենք տեսնում ենք, որ այն ինչ որ Աստված ստեղծեց, երբ որ բնությունը ստեղծում էր, ասում էր իր մեջ իր տեսակը պարունակող սերմ պետք է լինի։ Այսինքն ինքը մեծանում է, բայց հենց իր մեջ կա այդ սերմը։ Եվ այսպես սերմը փոքր է, բայց իր ետևում կանգնած է մի ամբողջ անտառ։ Ամեն հավատում ենք սրան։ Եվ հիմա տեսնում ենք փոքրիկ սերմը Նեհեմիային։ Երբ որ առաջի գրքում ինքը սկսում է աղոթել, ասում է այդ առաջի գրքի վերջում ասում է «Օտեր, ականջ դիր քո ծառայի աղոթքին», ես նկատեցի, ու ասում է «Եվ ծառաների աղոթքին»։ Ինքը մենակ չէր։ Այդ մի քանիսը, որ իր աղբերներ, մի քանի հոգի եկել էին հրաներից, իրանք զինակիցներ դարձան։ Ով որքան եմ սիրում այս փոքր թիմը։ Ես հավատում եմ, որ մեր եկեղեցում կա այդ փոքր թիմը։ Այո, ինքը կարելի է ասել, որ սկսվեց տարիներ առաջ մեր հովվից, որը համաձայնություն հայտնեց կանգնելու այս գործի համար։ Ես դրանից մի քանի տարի հետո միացա, շատերս միացանք։ Ես հավատում եմ, որ այդ թիմը կա այստեղ։ Ես հավատում եմ, որ մենք լավ երիտասարդներ ունենք։ Ես հավատում եմ, որ մենք հրաշալի եղբայրներ ու քույրեր ունենք, որոնք որ այստեղ գալիս են հավատարմորեն, շաբաթվա հետևից, ամիս ամսվա հետևից, տարի տարվա հետևից։ Ես հավատում եմ, որ Աստված բարի սերմեր ա դրել մեր մեջ։ Ես հավատում եմ մեր բազմապատկմանը։ Մենք տեսնելու ենք այդ արտակ եղբայր, ամեն։ Եվ այսպես, ուրեմն Նեհեմիան չէր մնալու այդ փոքրիկ թիմով։ Այնքան հետաքրքիր է, որ իր կյանքը sense ուսումնասիրում ես այս գործունեությունը։ Ես միշտ մտածում եմ, որ սա շատ լավ դպրոց է եկեղեցու աճի, եկեղեցու զարգացման համար։ Եվ այսպես ամենասկզբում մենակ նստած էր։ Փառքի մեջ իր հետ խնդրեմը չէր, ոչ մի բան չկար, հանկարծ գալիս են մի քանի հոգի, ինքը հետաքրքրվում է։ Եվ լսելուն պես արձագանքում է, ես լաց եղա ասում է, ծոմ պահեցի, սուք արեցի։ Հետո ինքը աղոթում է, որ թագավորի առաջ կանգնի, միջայլից կանգնում է թագավորի առաջ, ու երբ որ թագավորը իր սրտի մեջ տեսնում է, որ այդ ցավը կա, ասում է, ինչ անեմ, Արտաշես թագավորն է դա լինում։ Եվ Պարսից թագավորը, եւ ինքը պատմում ասում է, իմ ժողովուրդը ողբերգության մեջ է, քաղաքը դժվարության մեջ է, կպարիսպները, պատերը քանդված են, պարիսպները այրված են, դուր ինձ ասում է շինարարություն նամակ դուր, որ ես գնամ, երևի ասենք, բան տնտես նախարարին, որ նախարարն է, որ տնտեսությամբ զբաղվում, էկոնոմիկայի նախարարի մոտ գնամ, ասում եմ քո նամակով, դուր ինձ որ ինձ լիքը շինանյութ տան ու գնամ կառուցեմ։ Եվ տենց էլ անում է։ Ինքը գնում է, բայց հետաքրքիր է նրա գործը, չի գնում մի անգամից աղաղակում, շուխուրանում, տենց չէ, սուսուփուս գնում է։ Օրինակ, երբ որ նայում ենք Նեհեմիա աղոթքից հետո ես վերնագրել եմ, որ գործնական քայլեր անում։ Երկրորդ գլուխ 12 խոսք ասում է, եւ ես վեր կացա գիշերը եւ փոքրաթիվ մարդիկ ինձ հետ մի տեսակ հրապուրվում եմ այս կերպարով։ Ես էլ երևի շուխուր կանե, գիտեք, ես տենց խառնվածք ունեմ, էլի, ղժղժալու, տենց էս անենք, այն անենք։ Ես վերջերս երիտասարդները տեսել եմ, ես էլ եմ ոգևորվել, այդ որ 50 ասեցի, պատական չասեցի։ Ինձ դուր ա գալի երիտասարդների հետ լինել, իրանց քաջալերել, իրանցպես քաջալերվել ու գնալ դեպի գործը։ Բայց Նեհեմիան մի քիչ համեստ էր, ինպես չէր, ոնց որ զուսպ էր։ Ասում եմ, եւ ես նրանց ասեցի, տեսեք, ասում եմ, փոքրաթիվ մարդկանց հետ ոչ մեկին չպատմեցի, թե իմ Աստվածը ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ։ Տեր ջան, իր սրտում տրակում էր էդի, բայց չէր խոսում, լուռ էր, աղոթում էր։ Եվ հետաքրքիրն է, որ հետո արդեն երկրորդ գլուխ 17-ից 18 ինքը գնում էր, ուսումնասիրում էր, խնդիրներն էր տեսնում։ Դրա համար մենք ունենք եկեղեցում հովիվ, առաջնորդներ, ծառայողներ,
Մենք ու խոսում ենք իրար հետ, ուսումնասիրում ենք, պլանավորում ենք։ Եվ այսպես պլանավորելուց հետո, այդ փոքր խմբից հետո ինքը, գիտեք, էլի ժողովրդի ինչը հավաքեց։ Այդ ժամանակ արդեն երկրորդ գլխի 17-18 համարները ինքը հավաքեց ոստիկաններին, առաջնորդներին, ազգատոհմի մեծերին, ու Նեհեմիա երկրորդ գլուխ 17-ից 18 համար ասում է, եւ ես նրանց ասացի, այս գլուխը, այս խոսքը ամենաշատ սիրած համարներիցս մեկն է Աստվածաշնչի։ Ինձ շատ է ոգևորում սա։ Եվ այսպես ուրեմն Նեհեմիան խոսում է այդ ժողովրդի հետ, արդեն այդ մի քիչ ավելի մեծ խմբի հետ, ասում է դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմը ավերակ է, իսկ նրա դռները կրակից այրված են։ Ու իմ համար սա տրիումֆ խոսքեր են սրանք։ Եվ ինքը աղաչում է, կամ աղաղակում, կամ քաջալերում, ասում է, եկեք Երուսաղեմի Փարիզ պշինենք, որ այլևս նախատինք չլինենք։ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծո ձեռքը ինձ վրա է, բարեհաջող է, եւ մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր։ Եվ նրանք այդ մի խումբ առաջնորդներն ասեցին. բարձրանանք եւ կառուցենք, եւ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։ Հետաքրքիր մի մտքից թռիչքը սենց գնում է, ուզում եմ այդպես պատկերավոր ավելի, ես չգիտեմ սա այդքան կպատկերի թե չէ, բայց կհիշեք չէ ֆիլմեր, որ առհավիր կա անցել մի քաղաքով, մեկ էլ սենց տեսնում ես, որ դատարկություն է, քամ ու ձայն է, մարդիկ չկան, խառը, շպրտված մի վիճակ, երբեմն սենց մի դուռա չէ, ճռճռում, ոչ մի մարդ չկա, ընենց պատկերացնում եմ, որ այսպիսի մի ավիրված իրավիճակի մեջ մեկ է հերվում տեսնում ենք Աստծո այն մարդուն, որի սրտի մեջ, որ այդ սերմի սկզբունքով իր սրտի մեջ աղոթելով, փոքրիկ խմբին հայտնելով, ուսումնասիրելով գործը, հետո արդեն ոստիկաններին եւ առաջնորդներին հայտնելով, հանգարց աղաղակում, ասում է ժողովուրդ, տեսնում եք, որ մենք այսպիսի անարգանքի մեջ ենք, եկեք կառուցենք Փարիսները, որ այլևս անարգանք չլինի, եւ ոգևորված ու քաջալերված ժողովուրդը աղաղակում ու արձագանքում ասում է բարձրանանք եւ կառուցենք, բարձրանանք եւ կառուցենք, ամեն, հալելույա։ Եվ այսպես, սիրելի եկեղեցի, սիրելի եղբայրներ ու քույրեր, երբ պիտի մենք ավելի լրջությամբ մտահոգվենք Աստծո տան շինարարության համար, երբ պիտի ավելի լրջությամբ։ Հիմա ես ուզում եմ խոստովանել, ես ապաշխարություններ եմ ապրում հիմա։ Ես լուրջ խանդավառություն եմ հիմա ապրում, ամբողջությամբ նվիրելու իմ ժամանակը ապրումները շատ դժվար է, որովհետև ես ֆինանսական աշխարհում երազանքներ ունեմ։ Ինձ մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն, ես շատ տենց չեմ հաջողվել ֆինանսների ու բիզնեսի աշխարհում, բայց ունեմ երազանքներ ու մինչև հիմա լավ չեմ հասկանում դրանց վերջը ինչ կլինի, բայց որ շատ լավ հասկանում եմ, որ ուզում եմ այն սերմը լինել, որ իմ սիրելի Տեր Հիսուս Քրիստոսի համար սիրով վառվել, դա լավ եմ արդեն հասկանում, եւ ուզում եմ ես իմ ժամանակը, իմ կյանքն ու ապրումները նվիրեմ Տիրոջը եւ Տիրոջ գործին, ավետարանի տարածման գործին։ Ես ուզում եմ ավետարանը քարոզեմ, ես ուզում եմ անհավատ մարդկանց, ոչ հոգևոր մարդկանց դարձը տեսնեմ, ես ուզում եմ հրաշքներ տեսնեմ, ես ուզում եմ տեսնել, որ կույրերը սկսում են տեսնել, կաղերը սկսում են քայլել, հիվանդները սկսում են բժշկվել, ինչի՞ չէ մեռածներն էլ հարություն են առնում։ Կա Աստվածաշնչում դա։ Աստծո եկեղեցու պատմության մեջ էլ եղել են այդ դեպքերը, ուզում եմ այդ ամեն ինչը տեսնել։ Եվ այսպես, երբ պիտի մենք քաջությամբ, լրջությամբ մոտենանք Աստծո գործին։ Երբ որ ես հարցը տալիս եմ, երբ իմ մեջ մի անգամից առաջանում է եւս մի հարց, որը հիշում եմ Հակոբին, ով կհիշի Հակոբը, որ իր սիրած աղջկա համար քեռու հիշում եք, երբ որ Ռաքելին պետք է առներ, շատ հետաքրքիր պատմություններ, վազքի մեջ էր ինքը, նախ վազում էր իր եղբորից, որտեղ այդ եղբոր գլխին սարքեց, ու այդ եղբայրը կյանքն էր ուզում խլել արդեն, ինքը փախավ դրա պատճառով։ Եվ ահա 7 տարի, եթե չեմ սխալվում, կարող Արտակ եղբայրը օգնի, ընդհանուր հաշվում են 20 տարի ինքը այդ պայքարների մեջ էր, մեկ խաբեց, քեռին տվեց այն մյուս աղջկան, հարբացրեց, լավ չհասկացավ, վերջը մյուսի հետ ամուսնացավ, հետո այն մեկի հետ ամուսնացավ, հետո մի օր ինքը կանգնում է, ու այդ երբ իր մեջ էլ է գալի, երբ պիտի ես աշխատեմ իմ հոր տան համար։ Սիրելի եկեղեցի,
Այս զգում եք մարտահրավերները որտեղ են։ Երբ պիտի հիմա դուք ասեք, դե Սամվել գալիս ենք հավաքույթի գնում ենք, ինչ է, համել զոհաբերություն ենք գցում։ Ինչ ես ուզում։ Չգիտեմ, Երանի Սուրբ Հոգին ասի թե ինչ եմ ուզում։ Երանի այս քարոզի ու պատգամի մեջ ամեն մեկը մի ձևի առնեք այդ դասը կամ մարտահրավերը։ Եվ այսպես երբ որ դու լրջորեն Տիրոջ տան կառուցելու մասին մտածես, մի վախեցի։ Տերն էլ քո տունը կկառուցի։ Գիտեք, մի հատ հետարքի նրբություն եմ նկատել Նեհեմիա երկրորդ ութում, երբ որ ինքը թագավորի առաջ կանգնած էր, թագավորն ասում է, սիրտը ցավում է, ինչ ես ուզում, ինքը ասում է, որ պետք է գնամ շինարարություն անեմ, տուր ինձ էս, գիտեք մի հատ ինչ ասում, ասում է, փայտերը տուր, որ այնտեղ պարիսպները կառուցեն եւ այլ, վերջում էլ ասում է, այն տան համար, որտեղ պիտի ապրեմ։ Մոլադես Նեհեմիա, փաստորեն պատկերացնում եք, Նեհեմիան տենց չէր գնալու հողերի մեջ քներ, չգիտեմ, չէ, ինքը պիտի ապրեր տան մեջ։ Եվ այսպես թող Նեհեմիաները լավ տների մեջ ապրեն։ Ես ճիշտ տեղում եմ, հա, ճիշտ տեղում եմ, չէ, չեմ։ Եվ այսպես մի վախեցեք, սիրելի եղբայրներ ու քույրեր։ Ես հիմա այդ դրանով անցնում եմ։ Ես ուզում չվախենամ։ Ես իմ ֆինանսական իրավիճակներին չեմ նայում։ Ես վստահում եմ ու կտեսնեք, մի օր ես այստեղից բարձր բաներ եմ աղաղակելու եւ ես հավատքի քայլեր եմ անում, զոհաբեր քայլեր եմ անում ու գիտեմ, որ Աստված սիրում է դա, Աստված տեսնում է դա։ Վերջապես իմ Աստվածը ինձ ասել է, որ ձեզ էլ ասել, իր գրքի մեջ ասել, ձեզ որբ չեմ թողնելու, երբեք ձեզ չեմ թողնելու, ձեզ հետ եմ լինելու մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Եվ այսպես շարունակում եմ հաջորդ միտքը։ Յուրաքանչյուր բարի գործ, որ սկսվում է, առավել ևս որ դա Աստծո վերականգնման գործն է, անպայման թշնամու կողմից գալիս են հարձակումներ։ Եվ այսպես արագ պիտի սրա վրայով անցնեմ։ Ծաղր սկսվեց, երկրորդ 19, երկրորդ խոսք 19 խոսքը։ Եվ Որոնացի Սանաբաղատը եւ Ամոնացի ծառա Տուբյան եւ Արաբացի Գեսամը այս լսելով մեզ ծաղրեցին ու արհամարեցին։ Ասում եմ, ձեր բաներ լինում է։ Հերիքան նվիրալի պես, անկեղծ նվիրալի պես նվիրվես Աստծո գործին, ծաղրներ ա գալիս։ Երբեմն եղբայրների քույրերի կողմից էլ կարա ծաղրներ գա։ Զրպարտություն 2:19 եւ ասացին, սա ինչ բան է որ անում եք, միթե ապստամբում եք թագավորի դեմ։ Հասկանում եք, ինքը հեն թագավորի կողմից եկել է, ուրեմն հրեա ժողովուրդը այդ ժամանակ ինչ էր, գավառ էր դա։ Այսինքն կարելի ասել, որ նահանգ էր, որ տենց ավիրված վիճակում էր։ Հիմա այս ովքեր որ չեն ուզում, որ սա բարձրանա ու կառուցվի, ասում են, այս կարող է թագավորի դեմ ապստամբում եք, զրպարտություն են անում։ Կասկածանք էին ուզում բերել նրանց մեջ 4 գլուխ 1-2 խոսքերը եւ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք Պարիսպը, բարկացավ եւ շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։ Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առաջ եւ ասեց. «Ինչ են շինում այս թշվառ հրեաները, միթե թույլ կտան նրանց, միթե զոհ են անելու, միթե այսօր վերջացնելու են, միթե կենթանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։ Նեհեմիա 4:3-ը հեգնեց Ամոնացի Տուբյան, նրա մոտ էր եւ ասեց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե Պարիսպը կքանդվի»։ Եվ վերջապես պատերազմը սրա մեջ է թե չէ։ Գիտեք, այդ ամեն տեսակի բաները որ բարձրացան, վերջապես եկավ նաև պատերազմը 4:6-ում, ասում է, եւ Պարիսպը շինեցինք, եւ ամբողջ Պարիսպը շրջափակվեց կիսով չափ, եւ ժողովուրդը սրտապնդվեց գործելու, եւ երբ որ Սանաբաղատը եւ Տուբյան եւ արաբացիները եւ ամոնացիները եւ ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի Պարիսպները վերակառուցվում են, եւ քանդված տեղերն էլ սկսել են կարկատվել, շատ բարկացան եւ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն եւ նրան վնաս տան։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այն ինչը որ ես ասում եմ, շատ իսկապես շատ հեշտ բան չի։ Երբ որ գիտեք, մեր թշնամին, եթե ասենք, հա, սատանան, հակառակորդը, նա գործելակերպ ունի։ Երբեմն նա, գիտեք, sense ոնց որ օքեյ լինի, օքեյ գնա եկեղեցի, օքեյ դու աստվածապաշտ ես, քրիստոնյա է անունդ, օքեյ զոհաբերությունն էլ գցի, բայց երբեք չի ուզում, որ մենք այդ հասարակ վիճակից դուրս գանք, ճեղքում բերենք, կանգնենք ճեղքման մեջ, մարտահրավերը ընդունենք եւ տղամարդավարի իրականացնենք, չի ուզում, ամեն բան քո դեմ կբարձրացնի։ Եվ գիտեք, ես իմիջիայլոց ուզում եմ ասեմ, ես շատ եմ խոսում հիմա հրեան ժողովրդի մասին, հասկացեք, այս ամեն ինչի մեջ փոխաբերություն կա։
Ես հիմա չեմ ասում, որ վեր գնանք Երուսաղեմի պատերը, երբ այդ պատերն էլ կան, չգիտեմ, կամ այնտեղ քանդված մի հատ պատ է մնացել, չեմ եղել երբեք Երուսաղեմում։ Ես սա չեմ ասում։ Ես ուզում եմ իմիջիալից ասել, սա լիրիկական sense շեղում։ Հրյա ժողովրդի հետ կապված շատ բազում իրարամերժ բաներ կան, ոմանք ատում են, ոմանք շատ են սիրում, շատ հավատացյալներ, քրիստոնյաներ դառնում են հրյաներ, ես գիտեմ, մարդիկ գիտեմ, հրյականանում են։ Ես sense մի մոտեցում ունեմ, ախպեր, հանգիստ թողենք եկեք իրանց։ Իրանք Աստծո ձեռքի, Աստված գիտի իրանց հետ ոնց է լինելու։ Աստվածա, փաստա, որ Աստված է իրանց ստեղծել։ Հիմա շատերն ասում են, այսօրվա հրյաները էլ արդեն այն վաղվա հրյաները չեն, Աստված այս Երուսաղեմ։ Ես շատ բան չեմ հասկանում։ Ես բազմից եմ ասել, որ ստեղից շատ բան չեմ հասկանում։ Այն ինչ չեմ հասկանում, թողում եմ։ Ես հասկանում եմ, որ սրա մեջ խորհուրդ կա։ Ես մի հետաքրքիր բան եմ ուզում նշել, կփորձեն ներքաշել բանավեճերի մեջ։ Վայ, այստեղ մենք բան ենք, չէ՞, 5 խաչ ենք։ Մենք սիրում ենք բանավեճերը։ Վայ, մեկը խաթրից կպնի, վայ, մեկը ասի սենց է։ Այնքան կբացատրեմ, այնքան սենց կխոսամ։ Վայ, ինչ շատ է հրապուրում եւ Հիսուսի կերպարը։ Հիշում եք, երբ որ իրան համ մեղադրում են, լուր էր։ Անկամ Պիղատոսն ասում, չես ջոգում քո կյանքի ձեռքերի մեջ է։ Լուր, ոչ արդարանում էր, կարճ կոնկրետ պատասխաններ էր տալիս։ Նույնը Նեհեմիան։ Տեսեք ինչ է, այդ ժամանակ Սանաբաղադը եւ Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ եւ ասեցին. «Եք հանդիպենք Օվնովի դաշտի գյուղերից մեկում», բայց նրանք չար բան էին մտածում։ Եվ ես նրանց մոտ падգամորներ ուղարկեցի ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված եւ չեմ կարող իջնել»։ Ախ, Աստվածաշան, ինչ լավ կերպար է։ Ես մեծ գործով, այնքան է մեզ պակասում ժողովուրդ, մեծ գործով զբաղվենք։ Ավետարանի գործով զբաղվենք, եկեղեցաշինության գործով զբաղվենք, մարդկանց փրկության գործով զբաղվենք։ Այդ դրա մեջ բոլոր բամբասանքները ու ամեն ինչը կլինեն, խոսակցությունները կլինեն, բայց արի նմանվենք Նեհեմիային։ Ես պարապ չեմ, կարճ կոնկրետ պատասխան։ Հաջորդ միտքը, որ նորից գրել եմ, չէ, նորից կեղծ մեղադրանքներ, 6-րդ գլուխ 5-8 խոսքերը։ Եվ Սանաբաղադը այս հրավիրով 5-րդ անգամ էր արդեն իր ծառային ինձ մոտ ուղարկեց։ Մի բաց նամակ, տեսեք ինչ նամակ է գրում։ Նրա մեջ գրված էր. ազգերի մեջ լուր է տարածվել։ Եվ Գեսամը ասում է, որ դու հրյաները խորհում եք ապստամբել։ Դու դրա համար ես այդ Փարիսը շինում։ Դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես։ Ըստ այդ խոսքերի նաև մարգարեներ ես կարգել, որ նրանք մարգարում են թագավոր Հրեաստանի։ Եվ արդ այսպիսի խոսքերը պիտի հասնեն թագավորին, ուզում այդ խոսքը տանի տենց ախ, ինչ լավն ես Նեհեմիա ջան, տեսեք ինչ ասում։ Եվ ես մարդ ուղարկեցի նրա մոտ եւ ասացի. այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես օրինել, կարճ, կոնկրետ, չգնաց, չցածրացավ, չսկսեց բացատրվել, խոսալ, չարեց այդ ամեն ինչը, նա գործի մարդ էր։ Եվ ինչ լավն է իր դիրքը, որ ամեն մի այդ հարցակումների ժամանակ աղոթք էր անում Տիրոջը։ 2:20-ում երկնքի Աստվածը ինքը մեզ հաջողություն է տալու։ 4:4-ը լսիր ով մեր Աստված։ 4:9 բայց մենք աղոթք արեցինք մեր Աստծուն եւ նրանց պատճառով այդ թշնամիները նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ Միայն աղոթքը չէր, այլ գործնական քայլեր, պահապաններ դրեցին։ Փարիս պշինողները եւ բեռնակիրները, մի հետարքիր նկար եմ դրել այստեղ, Փարիս պշինողները եւ բեռնակիրները, որ բեռն իրենց վրա են բեռնում, մի ձեռքով գործ էին անում, մյուս ձեռքով զենքն էին բռնած։ Ինձ ոգևորում են այս խոսքերը։ Ուզում եմ մի ձեռքով առավոտ գնամ, բիլերս փակելու համար, ընտանիքս պահելու համար գումար աշխատեմ։ Այդ ընթացքում ուզում եմ, որ սրտիս միջից սիրո կրակը չպակասի։ Պրծնելու պես ուզում եմ վազել Աստծո գործի համար։ Եթե դա աղոթքն է, ուրեմն զենքը ձեռքս կլինի Հիսուս Քրիստոսի անունով քանդելու չարի բոլոր գործերը։ Մենք կոչված ենք դա անելու։ Հիսուսը եկավ, որ սատանայի գործերը քանդի եւ մեզ էլ այդ հանձնարարությունը տվեց։ Եվ հետարքիր մի բան ասեմ, ես ասեցի չէ այդքան կարողա չսիրեք այս պատգամը, չգիտեմ, կամ չողոքեվորվեք այդքան, բայց վստահ եմ, որ սրա կարիքը կա։
Եվ ասեմ, երբ որ դու վերականգնման գործին նվիրվում ես, հարմարավետության գոտուց դուրս ես գալիս։ Նեհեմիա 4:23-ը ես ու իմ եղբայրները, իմ ծառաները եւ իմ հետևից եկող պահապան մարդիկ ամենքս մեր հանդերձները չէինք հանում։ Կա մի քիչ անհարմարավետություն։ Աստծո գործը, երբ որ դու նվիրվում ես այդ, հենց նվիրումն ես ուզում ապրել, անհարմարավետություն կա։ Բայց Աստված մեր կողմն է եւ Աստված մեր փոխարեն պատերազմելու է։ Ուզում եմ կարդալ 4:19-20 համարները։ Շատ են ինձ քաջալերում այս խոսքերը։ Եվ ես ասացի իշխաններին եւ զորականներին ու մնացած ժողովրդին, այս գործը մեծ է եւ ընդարձակ, իսկ մենք ծրված ենք պարսպի վրա միմյանցից հեռու, որտեղ որ լսեք փողի ձայնը, այնտեղ մեզ մոտ ժողովվեք, մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար։ Այս կյանքը շատ է մեզ ծրում իրարից։ Ինձ որ մեկ զանգում են, նեղանում են, ասում են ոչ զանգում ես, ոչ կաս, ոչ ասում եմ այդ տնաշեն, ինձնից վաղուց ես, ավելի շուտ ես ապրում, հնուց ես ապրում Ամերիկայում, դու լավ գիտես ոնց է այս Ամերիկան շատ քեզ նեղացնում, դու քո բիլերը, քո կյանքերը եւ ժողովուրդ այս կյանքը մեզ շատ է հեռացնում իրարից։ Սատանան առանձին շատ հաջողություններ կունենա մեզ պարտության մատնելու, բայց երբ որ ամեն կիրակի ու էլի օրեր կան ամեն 5 շաբթի ամեն ուրբաթ երիտասարդներին, երբ որ փողերը հնչում են, երբ որ երիտասարդները այստեղից փողերը հնչեցնում են, օ ինչքան շատ եմ ես սիրում իրանց, Տերը օրհնի ձեզ, չգիտեմ ինչի եմ ձեզ շատ սիրում, միգուցե նրա համար որ 15 տարեկանում ես ապաշխարեցի եւ երիտասարդ այդ կյանքս նվիրեցի Տիրոջը իր ողորմությամբ եւ այդ ապրումներս Աստծո համար էր, ես այնքան եմ սիրում այդ երիտասարդներին, որ կանգնում են այստեղ։ Բայց այս աշխարհը բավական դժվար է, բավական գայթակղիչ է, մեղքաշատ է, անկումների ու սայթակումների լիքը թակարդներ կան, բայց այնքան եմ ուրախանում, որ իրանք այդ ամեն ինչը մի կողմ դնելով գալիս կանգնում են եւ փողերն են հնչեցնում եւ թող որ ժողովուրդն էլ հավաքվի մեկտեղ ու գիտակցի, որ Աստված մեր փոխարեն պատերազմելու է։ Ես այդ պատերազմը ուզում եմ տեսնեմ, որ Աստված այն փոխարեն պատերազմում, որ իմ համար մտքից ծերով չի էլ անցնի, որ այս կամ այն հրաշքները կլինեն, բայց Աստվածանում է դա։ Աներևակայելի բաներ կարող են տեղի ունենալ, որ Աստծո մարդիկ կանգնում են, փողերի ձայնի տակ միաբանվում են, աղաղակում են, փառաբանում են, բարեխոսում են։ Ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Ես մոտենում եմ ավարտին։ Վերելով երևի նորից այդ խոսքերը, եկեք Երուսաղեմի Պարիսպը կառուցենք, որ այլևս նախատինք չլինենք։ Եվ ժողովուրդը վատ չէր լինի, գիտեք, եկեք իրար հետ ասենք բարձրանանք եւ կառուցենք, կարանք։ Բարձրանանք եւ կառուցենք։ Բարձրանանք եւ կառուցենք։ Որն է իմ ու քո համար Երուսաղեմը։ Որն է իմ ու համար Երուսաղեմը։ Արի դիտարկենք օրինակ եկեղեցին։ Ճիշտ կլինեմ, չեմ սխալվի։ Քանդված պատեր տեսնում ես Երուսաղեմում, տեսնում եմ, ես տեսնում եմ։ Չգիտեմ դուք ինչն եք տեսնում, գուցե դուք էլ եք տեսնում։ Հեչ որ չէ դատարկ աթոռները որ տեսնում ես համարի քանդված պատեր են։ Համարի տես։ Որն է իմ համար, որը կարա լինի Երուսաղեմը եւ քանդված պատերը, ընկերներ, բարեկամներ, հարազատներ, որ փրկված չեն։ Ու ես նենց անտարբեր եմ իրենց փրկության համար, որը կարա լինի իմ Երուսաղեմը ընտանիքդ, ընտանիքիդ ներսում քանդված պատեր կան, որը կարա լինի իմ Երուսաղեմը, իմ սիրտը, Աստծո խոսքն ամենից առաջ սրտիդ ուշադիր եղիր, եւ ես ուզում եմ գալ այդ գործնական առաջարկին, գիտեք ես, ասեմ, բեմից աղաղակելը, ղժղժալը, բարձր գոռալը իմ համար խոստովանում եմ, ավելի հեշտ է, կամ փողոցներում ավետարանել, կամ էլ զանգել եւ մարդկանց հորդորել, քաջալերել, այցելել, աղոթել, կամ հիվանդի վրա ձեռք դնել, որ բժշկվի։ Դրա համար ես ինչ եմ անում, չեմ կոտրվում,
Ոչ էլ ուզում եմ կեղծավոր լինել, որ մենակ ըստեղից աղաղակեմ։ Ես ուզում եմ աղոթել։ Ես ուզում եմ աղոթել։ Ո՞ւմ ասեք, չես աղոթում, սա աղոթում եմ։ Հա, ամեն րոպե աղոթում եմ, մեքենա վարելիս աղոթում եմ, բայց լսեք, մեկ ուրիշ աղոթ կա, որին խորապես հավատում եմ ու դու վստահ եմ, որ դուք դա կընդունեք։ Ուրեմն Սաղմոս 2-ն ասում է. Տեր, այն որ ինձ կանչեցիր, փնտրիր իմ երեսը, ահա ես փնտրում եմ քո երեսը։ Այնքան եմ ուզում այդ աղոթքը տեղի ունենա իմ կյանքում ավելի ու ավելի շատ։ Եվ ես այդ վախերը, որ ունեմ, լսեք, այս մեծ գործերը, որ ասում եմ, տես չի, որ ես անվախ եմ։ Ես այդ վախերը, որ ունեմ, մի տեղ եմ պատկերացնում ծնկների վրա եւ այն խենթ սինակիցները, որ գուցե շատ չլինեն, գուցե չկարողանան այդ անհարմարավետությունը, լրիվ հասկանալի է, լրիվ մեղադրելի չի ոչ մեկին, խնդրում եմ խոսքներ, ոչ մեղադրանք մի բան արեք, եւ եթե այդ վերջում ընդհանրապես մի մարդ գասի Սամվել, ես ուզում եմ քո հետ աղոթեմ, մենք կպայմանավորվենք, ինչ եմ ուզում ես ասել։ Ուզում եմ մաքսիմալիստական չի մոտեցումը։ Շաբաթվա մեջ 1 օր այն որ աչքերը բացվում, մեր համար կյանքը որտեղից է սկսվում, քնելուց հետո, որ աչքդ բացվում, այդ վաղտա չէ կյանքը սկսվում։ Մենք արագ ինչ ենք անում։ Ես ենք վերցնում, չէ, ու գնաց սոցիալական կայքեր։ Եթե սոցիալական կայքերում ես մեջը սկսում խառնվել ես, լավն է, սիրուն է մի քիչ սրապ։ Եթե վերցնում ես նորություններն ես արագ կարդում, քաոսն է սկսում եւ տագնապն է գալիս մեջդ։ Իսկ ինչ կլինի, որ աչքերներս բացենք, շաբաթը այդ մի օրը գոնե, մի քիչ քնենք, անհարմարավետություն մեզ պատճառենք, ու օրինակ, չգիտեմ, 5-ին 6-ին հավաքվենք միասին։ Գիտեք ինչ եմ ասում 5-ին 6-ին, որ հələ օրը չի սկսել մեր համար, հələ ունայնությունը չի սկսել, հələ քաոսը չի սկսել, հələ մրցավազքը չի սկսել, հələ այս բանը սկրոլներ չի սկսել, որ ժամերով նստում վիդեոն, հələ այդ ամենը չի սկսվել։ Ես գնում եմ դեպի այն վայրը, որը կոչվում է աղոթքի, նվիրման, բարեխոսության վայր, որը հավատում եմ կդառնա աստվածամարտկային հանդիպման տեղ, երկինքը կայցելի տենց տեղերում։ Ես հավատում եմ, որ մեր եկեղեցում իսկապես սկսվում է նոր շրջան, եւ դրա համար աղոթել է պետք։ Աղոթել է պետք, որպեսզի նախ Աստված մեզ այդ վախերից ազատի, համարձակություն տա, հետո ավելի շատ ճանաչենք Աստծուն, ավելի շատ լցվենք Աստծով։ Հետո որ մեր խոսքերը չլինեն պարապ խոսքեր, այլ լինեն ազդեցիկ, որովհետև Հիսուսով կողողվեն այդ խոսքերը, որպեսզի այն խոսքերը, որ Աստված մեզ ասում է, դուք եք աղը եւ լույս այս աշխարհի իրականություն դառնան վերջապես, որ միտեղ հայտնվես համ ու հոտ տաս հասարակությանը, միտեղ հայտնվես մեղավոր մարդիկ ապաշխարեն։ Աղոթենք, որպեսզի սատանայի գործերը քանդենք, աղոթենք, որպեսզի այն, ինչը պլանավորում ենք, հաջողվի։ Ուզում եմ արդեն կանչել փառաբանության խմբին, մի երգ եմ ուզում ձեզ կոչ անել, եկեք ոտքի կանգնենք, քեզ եմ նվիրում սիրտը իմ, արա այն, ինչ ուզում ես, նվիրում սիրտը իմ, քեզ եմ ընծայում կյանքը իմ, քեզ եմ նվիրում սիրտը իմ, քեզ եմ ընծայում կյանքը քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջ օրին, արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջ օրին։ Երկնավոր Հայր, մենք հիմա որպես եկեղեցի կանգնած ենք քո առաջ, Տեր, եւ աղոթում ենք, Տեր, որ Նեհեմիայի օրինակը բոցավառի մեր սրտերը։ Եթե Նեհեմիան հովիվն է, շրջապատենք իր կողքը, կանգնենք բարձրացնելով ձեռքերը, ասենք բարձրանանք ու կառուցենք։ Եթե ամեն մեկս Նեհեմիա ենք,
կանգնենք մեր իրավիճակի մեջ, սիրտերս ցավալով, բարեխոսենք, աղոթենք, որ քո ձեռքը շարժվի, որ դու անես այն, ինչ ուզում ես, Տեր, որ քո Սուրբ Հոգին շարժվի, Տեր։ Քեզ եմ ընծայվում, ամբողջով արա այն, ինչ ուզում ես, Տեր, Արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովին, արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովին, արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովին։ Սիրելի Տեր, սովորացրում ես առաջնորդների կոչին աղաղակել ու ասել բարձրանանք եւ կառուցենք եւ ոչ միայն ասենք, այլ մեր ձեռքերն էլ ուժեղացնենք այդ բարի գործի համար։ Հայր, դու գիտես, որ մենք եկեղեցում առաջնորդներով եւ երիտասարդներով զրուցում ենք, եկեղեցու անդամներով զրուցում ենք եւ ունենք այդ կանխազգացումը, որ նոր փուլ ենք թևակողում։ Հասունացրում ես, լրջացրում ես, մեր նվիրումը մեծացրում, աղոթքի մարդիկ դարձրում, իմաստուն դարձրու Տեր։ Ու թող որ մենք տեսնենք քո թագավորությունը տարածվելիս, թող որ հրաշքներ տեսնենք, թող որ ավետարանի քարոզչությունը տեսնենք մասսաներին, թող որ դարձեր տեսնենք, բժշկություններ տեսնենք, թող որ հրաշքներ տեսնենք Տեր, ու թող քո սուրբ անունը տարածվի ու փառավորվի երկրի վրա Տեր։ Ամեն։ Ամեն, ամեն, ուժեղ ծափ դուր, որտև Տիրոջը արժի, որ բարձր ծափարենք եւ մի երկել եմ ուզում, որ երկենք այս երկը ոնց որ շատ լավ երկը որոշման մասին է։ Հիշեք ինչ եմ ասում, ես վերջում ստեղ կանգնելու եմ։ Եթե ոչ մեկ էլ չմոտենա, ես իմ համար օր կմշակեմ, առավոտը 5-ին կամ 6-ին այդ օրը պետք է աղոթեմ, շաբաթը 1 օրից ուզում եմ սկսել։ Ես ստեղ կանգնելու եմ, մոտեցեք, քննարկենք, ովքեր որ ուզում են այդ, ովքեր չկարողանան չդատապարտություն չզգաք ձեր մեջ, իսեր Աստծո, բայց ահա, ամեն։ Եվ այսպես այստեղ կմոտենանք եւ կզրուցենք աղոթքի մասին։ Ես որոշել եմ, հաստատ որոշել ես, որ տոնալության մեջ են նարի։ Ես որոշել եմ, հաստատ ամուր կանգնել, ես որոշել եմ, իմ հողը ետ վերցնել, ես որոշել եմ, այնտեղս չզիջել, վերցնել հոգուսուր և կրվել Հիսուսի անունով։ Ես որոշել եմ, հաստատ ամուր կանգնել, ես որոշել եմ, իմ հողը ետ վերցնել, ես որոշել եմ, այլևս չզիջել, վերցնել հոգուսուրը և կրվել Հիսուսի անունով։ Հիսուս հզոր արքա, Հիսուս տերտերի, Հիսուս արյուծ հունայի, Հիսուս հզոր արքա, Հիսուս տերտերի, Հիսուս արյուծ հունայի, ես հաղթական եմ, Հիսուսի անունով, ես հաղթական եմ, Հիսուսի անունով, ես հաղթական եմ, Հիսուսի անունով, խաչի վրա թաղված սուրբ արյունով, ես հաղթական եմ, Հիսուսի անունով, ես հաղթական եմ, Հիսուսի անունով, ես հաղթական եմ, Հիսուսի անունով, խաչի վրա թաղված սուրբ արյունով, Հիսուս հզոր արքա, Հիսուս տերտերի, Հիսուս արյուծ հունայի, Հիսուս հզոր արքա, Հիսուս տերտերի, Հիսուս արյուծ հունայի,
Սամվել եղբայր ջան, Աստված շատ օրհնի, եկեք ջերմ ծափահարությամբ Տիրոջը շնորհակալ լինենք եղբոր համար, իսկապես հրաշալի պատգամեր, ես ինքս շատ բաներ անկեղծ պիտի լինեմ, ինձ համար վերցրեցի, չգիտեմ դուք ոնց, բայց ես ինձ համար լիքը լավ բան վերցրեցի, նույնիսկ պիտի գնամ եւ նորից այս բոլոր քայլերի վրա անցնեմ։ Տեր օրհնի ձեզ սիրելիներս։ Ձերքերիդ մեջ է